Հիշողության ձայն է իր ստեղծագործությունները այս խորագրով է ներկայացրել դիլիջանցի փայտագործ վարպետ 87-ամյա Ռազմիկ Սահակյանը, այն նվիրելով ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին։ Սա իր 6-րդ անհատական ցուցահանդեսն է, որից 4-ը կայացել է Դիլիջանում, իսկ քաղաքի երկրագիտական թանգարան պատկերասրահում առաջինն է։ Վարպետ Ռազմիկը, ինչպես ինքն է սիրում, նշում ենք Ռազմիկ պապը, շատ հետաքրքիր յուրօրինակ աշխատանքներով է ներկայանում, որը մեծ այսպիսի մասշտաբով երբևէ չի ցուցադրվել։ Ճիշտ է, հիմնականում փայտից պատրաստված են խճանկարները, բայց այստեղ ոչ թե հարցը փայտն է, այլ թե մարդ փայտով ոնց է ստեղծել, ստեղծագործել։ Թեև այստեղ 30 գործ է ցուցադրված, բայց դրանց թիվը 300-ից ավելի է եւ ոչ մեկը մյուսին չի կրկնում։ Մի մասը տեղ է գտել 9 երկրի տարբեր ցուցասրահներում։ Վարպետ Ռազմիկը մանրակերտ փայտ արվեստով հրապուրվել է 15 տարի առաջ, մի պատահական դիպվածով։ Իմ բակում կոտրում էին վառելիքի փայտ։ Բոխենի փայտը չէր կոտրվում։ Ես էլ նայեցի ու աշկս ընկավ, որ այս բոխենին տերևի տեսք ունի։ Խնդրեցի, որ չջարդեն, կտրտեցի 6 մաս, սարքեցի տերևներ և մեկ ուղարկեցի Կանադա, իմ թոռնիկին, մինչև հիմա էլ իրա տանն է։ Եվ այդտեղից սկսվեց իմ աշխատանքների սկիզբը։ Տեղական անտառային եւ մրգատու 10-ից ավելի ծառատեսակի փայտի մանրագույն կտորները բնական բազմազան երանգապնակով վարպետի ձեռքի տակ դառնում են գունեղ խճանկարներ։ 5 մայրցամաք այնտեղ բնակվող հայերով միասնության գաղափարն արտահայտող մանրակերտի համար օգտագործել է 50,000 փայտի մասնիկներ։ Հաճախ է դիմում հայկական գորգի զարդանախշերին։ Ես փայտը ուղղակի չեմ կտրում, այն ինքն է հուշում, ինչ պիտի դառնա, ասում է փայտագործ վարպետը։ Թեմաները շատ բազմազան են։ Հիմա այստեղ ունեմ ես Արարատ լեռը ցուցադրած, որի ամենամանր հատիկները այդ գործում է 1 քառակուսի սանտիմետրը 36 հատիկ է։ Այդպիսի աշխատանքներ մոտավորապես ունեմ 20 հատ։ Մինիմում 11 ծառատեսակ եմ ես ընտրել։ Դիլիջանի անտառներից, որը անտառի փայտ է, դա բոխենին է, հաճարին, կաղնին, լենտիրևը։ Օգտագործում եմ վայրի գիլասը։ Այդ փայտերը կարծրություն ունեն։ Իսկ իմ բաղից խնձորենին, թութը, պոպոքը, տանձը եւ շատ մեծ գույների տարաչափեր ունի մեր սև դամբուլը։ Ամեն ստեղծագործության համար պահանջվում է 1-ից 2 ամիս, իսկ կոնստրուկտոր, գծագրողի, մեխանիկ ինժեների եւ ինժեներ-շինարարի մասնագիտության գերազանց տիրապետումը միայն օգնում է գործին։ Օգնում է նրանում, որ ասենք ես կարողանում եմ այս սեղանի աշխատանքները համաչափ տեղադրել։ Դա գծագրություն է, դա շինարարություն է։ Երբ որ ասենք այս աշխատանքները գալիս են մասնագետները նայում են, ինձ ասում են, պապի, սա դու ես արել, ասում եմ, հա, բա ով է գծագրերն արել։ Դիլիջանյան ավանդական փայտարվեստը նոր որակի հասցրած վարպետը դեռ 50 անավարտ գործ ունի, ապագայի ծրագրերն էլ քիչ չեն, այդ թվում նոր եւ ավելի ընդգրկուն ցուցահանդես ունենալը։ Իրինամ Կրչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։